ամբողջ մի պետություն, այս իշխանությունների օրոք քանդած, ծվատած, տնտեսությունը ապոկալիպսիսի մեջ գցած, աշխատել է պետք, ինչքան քանդել եք, էլ մի քանդեք, մի քիչ համբերեք, ոչ մի բան մի արեք, գոնեն մի քանի կտորը թողեք, մենք գանք ամեն ինչ արագ կշտկենք։ Իրենք վախենում են հայի ճիշտ տեսակից, իրենք վախենում են ուժեղ հայից, իրենք վախենում են հայրենասեր հայից։ Մի քիչ էլ թող վախենան, հետո կգնան իրենց գործերին, մենք շատ մեծ աշխատանք ունենք անել։ Արնանման կարմիր գիծ, որը հատվեց, որն էր, որ ձեզ համար Եկեղեցի։ Մենք շատ լավ գիտենք մեր խոսքի արժեքը, մենք լավ գիտենք որտեղ ինչ ենք խոսում, ու ձեզ մի փոքր գաղտնիք ասեմ, ինչ խոսում ենք, հավատացեք, դրանից ավելի շատ ենք անելու։ մտովի արդեն փորձում եմ պատկերացնել այդպիսի Հայաստանը եւ ինքս ինձ զսպում եմ։ Մեր երազանքների Հայաստանի սկզբին 3-4 ամիս է մնացել, դրա համար կարող եք ձեզ չզսպել։ Մեր վարչապետի թեկնածուն քննարկելի չէ։ Ողջույն։ Հնարավոր չէ լինել ինքնուրույն, անկախ ու ազատ, եթե ունես նյութական կախվածություն, նույնիսկ երեխան ծնողից։ Երեխան չի կարող ասել ես ինքնուրույն եմ, այլևս բացարձակ ինքնուրույն եմ որոշումներ կայացնելու, եթե իր օրածախսը խնդրում է հորից կամ մայրիկից։ Պետության պարագայում առավել եւս չունես կայուն տնտեսություն եւ աճող տնտեսություն, ուրեմն անկախության մասին միայն երազել կարող ենք։ Բոլորս էլ երազում ենք ուժեղ Հայաստանի մասին եւ ուրեմն ուժեղ Հայաստանը երազանք է, միֆ է, թե իրականություն։ Այսօր այս մասին ենք խոսել իմ զրուցակցի հետ, իսկ իմ զրուցակիցն է մարդ, ով հեղինակն է այս խոստման։ Ալիկ Ալեքսայան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուժեղ Հայաստան, բառակապակցություն, որը չկա մի հայ երկրագնդի վրա, ով իսկապես հայ է, չունի այս երազանքը։ Այս խոստումը ունի իրական հիմքեր, թե պարզապես ուժեղ բառակապակցություն է եւ ընտրել եք մեզ գայթակղելու համար։ Նախ կասեմ, որ շնորհակալ եմ հրավերի համար եւ ուզում եմ ասեմ, որ մեզ ուժեղ Հայաստան խոսք է տվել Սամվել Կարապետյանը եւ վերջերս հստակ 5 քայլեր նշեցինք, թե ինչ ճանապարհով կարող ենք ունենալ ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստանը շատ արագ եւ հստակ ճանապարհով կարող ենք ունենալ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Այո, այն մարդիկ, ովքեր որ իրականում հայեր են, հաստատ բոլոր ուզում են ունենան ուժեղ Հայաստան։ Ձեր ծրագրի թվաց 5 կետերն էլ տնտեսական էին, ինչու են տնտեսական, արդյոք միակ տարբերակը ուժեղ պետություն ունենալու դա հենց տնտեսական խնդիրների լուծումից է հարկավոր սկսել։ Տեսեք, ուժեղ տնտեսությունից է գալիս ամեն ինչ։ Ուժեղ տնտեսություն ունենալու պարագայում կունենանք ամեն ինչ, երկրի բոլոր խնդիրները, ներսի թե արտաքին բոլոր խնդիրները կլինեն լուծված։ Երբ մենք ունենանք ուժեղ տնտեսություն, մենք ոչ միտեղ խնդիր չենք ունենա։ Մեր հետ հաշվի կնստեն։ Մենք լսողի դերում չենք լինի։ Մենք չենք լինի մասնակից որևիցե քննարկման, այլ կլինենք հավասարահավասարի հետ բանակցող։ Ու տենց լիքը կարող եմ ձեզ օրինակներ բերել։ Իսկ Հայաստանում ունենալ ուժեղ տնտեսություն մենք հաստատ կարող ենք Սամվել Կարապետյանի գլխավորությամբ շատ արագ ստեղծել։ Շատ արագը դա որքան ժամանակահատվածն է։ Ես սովորական քաղաքացի եմ, այդ ուժեղ Հայաստանի առաջին ծաղիկները, պտուղները երբ կզգամ։ Մենք հասկանում ենք, չէ՞, ինչի հետ գործ ունենք, ամբողջ մի պետություն, այս իշխանությունների օրոք քանդած, ծվատած, տնտեսությունը ապոկալիպսիսի մեջ գցած, աշխատանքի հարկավոր եւ ես կարծում եմ, որ 2-3 տարիների ընթացքում մենք ռեալ բաներից ենք խոսում, հա։ Հիմա եթե ես ասեմ, գիտեք ինչ կա, մենք գալու ենք եւ 1 ամիս հետո ունենալու ենք սա, այդպես չի լինում։ Գիտակից մարդ կհասկանա, որ մեծ աշխատանք կա անելու, բայց գալիս են մարդիկ, ովքեր որ հստակ գիտեն այդ աշխատանքը ոնց է պետք անել եւ ինչ քայլերով է պետք անել եւ ունենք հզոր ղեկավար, ուժեղ ղեկավար ու ունենք անցած ճանապարհ։ Այն ինչի մասին որ մենք խոսում ենք, մենք այդ արդեն արել ենք։ Խոսում ենք գործարաններ կառուցելուց։ Մենք ունենք շատ գործարաններ կառուցած։ Եթե խոսում ենք աշխատատեղեր ստեղծելուց, էլի
մենք ունենք տասնյակ հազարավոր աշխատանքի տեղեր ստեղծած, մենք գիտենք այդ ոնց են անում հողի վրա, ուղղակի պետք չի արդեն, պետք չի լինել մասնավորը, պետք չի անել, մենք ուզում ենք, որ աշխատատեղեր ստեղծելը, ժողովրդի հանդեպ պետական մակարդակով հոգ տանելը, երջանիկ քաղաքացիներ ունենալը, երջանիկ ազգ ունենալը, լավ կիրթ երիտասարդություն ունենալը, մենք ուզում ենք դա լինի պետական ծրագիր եւ ունենք այդ ծրագիրը եւ կունենանք հաջողված ծրագիր։ Այո, գործարաններ կառուցելու համար հարկավոր է ժամանակ, աշխատատեղեր ձևավորելու համար նույնպես աշխատանք է հարկավոր եւ ժամանակ է հարկավոր, բայց այ փոքրիկ միջին բիզնեսը հարկերից ազատելու համար կարելի է անել արդեն իշխանության գալու հաջորդ օրը։ Եկեք թվարկենք մեր Սամվել Կարապետյանի 5 քայլերը։ Առաջինը 300,000 նոր աշխատատեղ։ Ինչ ունենք հիմա։ Մենք ունենք 500,000 եւ ավել գործազուրկ մարդիկ։ Մենք ունենք 23 եւ ավել տոկոս աղքատություն։ Մենք բերում ենք 300,000 նոր աշխատատեղ, որը աղքատության շեմը բավականին կիչացնի, գործազրկության հարցերը կլուծվի եւ տնտեսության մասով էլ չասեմ բոլոր այդ գործարանները, որոնք որ աշխատելու են, բոլոր այդ աշխատատեղերը, որոնք որ աշխատելու են, հարկեր են գեներանալու, մարդիկ գործ են ունենալու։ Այն մարդիկ, ովքեր որ երբևիցե մտքներով անցել է, բայց դեռ չեն գնացել, բայց ճանապարհին են երկրից գնալ, չեն գնա։ Այն դատարկ գյուղերը, որոնք կան, ընտանիքները առանց հայր են մեծանում, երեխաները մեծանում են, դառնում են մեծ մարդիկ, իրենց պապային մի 5 անգամ են տեսել, որովհետև չգիտեմ, տարբեր երկրներում աշխատում է, որ իրենց տեղ բայի, այդ մարդիկ հնարավորություն կունենան գան Հայաստան, աշխատեն, հավուր պատշաճի իրենց ընտանիքը պահեն, իրենց երեխեքին մեծացնեն, իրենց ծնողները իրենց կնոջ կողքին լինեն, երջանիկ ապրեն իրենց համար։ Երկրորդը, զրո հարկ փոքր բիզնեսի։ Այո։ Այս բոլոր 5 քայլերը իրականում շատ փոխկապակցված են իրար։ Դեռ արդեն աշխատանքային զուգահեռների առաջնահերթության ընդհանրապես հարցեր կան, բայց բոլորը փոխկապակցված են իրար։ Զրո հարկ փոքր բիզնեսին ինչ ենք անում։ Փոքր բիզնեսին ազատում ենք հարկերից։ Այն բիզնեսները, որոնք որ կան, շունչ են հավաքում, կարողանում են աշխատել ու հնարավորություն են ունենում մեծանալ, դառնալ միջին կամ մեծ բիզնես։ Այս տարիների ընթացքում, եթե թիվը ճիշտ եմ հիշում, 3000 մոտավոր պլյուս մինուս 3000 կազմակերպություն է փակվել։ Այո։ Եվ չեն փակվի կազմակերպություններ, ընդհակառակը կբացվեն նոր կազմակերպություններ, այստեղ եւս նոր աշխատատեղեր կստեղծվեն, մարդիկ կփորձեն որևիցե բիզնես սկսել։ Ովքեր որ չեն ուզում աշխատել կամ ինչ որ մտքեր ունեն ուզում են գեներացնել, իրանք կունենան շանս աշխատելու, որովհետեւ մի բան արարելու, բիզնես դնելու։ Այստեղ հնարավոր է դուք հարց տաք իսկ ռիսկերը, իսկ միջին կամ մեծ բիզնեսները։ Տեսեք, դուք պատկերացնում եք այդ ամբողջ պետական համակարգը, որ հիմա աշխատում է ստուգելու համար, վերահսկելու համար փոքր բիզնեսին, այդ բոլոր մարդիկ, պրոֆեսիոնալները իրենց ազատ ժամանակը կօգտագործեն այստեղից որ ազատվեն, իրենց ժամանակը կօգտագործեն հավուր պատշաճի պրոֆեսիոնալ աշխատանք կկատարեն եւ կվերահսկեն միջին եւ մեծ բիզնեսներին, որպեսզի դրանք չտրողվեն, չդառնան փոքր։ Տարական լուծում է, աշխատելա պետք։ Դուք ճիշտ կռահեցիք իմ հաջորդ հարցը մասնակիորեն։ Երբ սկսեն բարգավաճել փոքր եւ միջին բիզնեսները, դա կլինի որոշ չափով քանի որ հայաստանյան շուկան սահմանափակ է, մեծ բիզնեսների օգտի հաշվի։ Այստեղ խնդիր չի լինի մեծ բիզնեսների հետ, նրանց կողմից փոխհարաբերությունները ինչպես կկարգավորվեն, որովհետեւ եթե հազարավոր փոքրիկ խանութներ փակվեցին, այդ նույն հաճախորդը սպառողը գնաց խոշոր սուպերմարկետ։ Այս պարագայում սնկի պես կաճեն նաև ցանկացած բակում փոքրիկ խանութները, փոքր բիզնես է։ Չեմ կարծում լավ օրինակ էր, ինչի համար կներեք իհարկե, որովհետև կյանքը հավանաբար ստիպեց առօրյան փոխվեց մեր, որովհետև բերեցին Հայաստան, հիմա Եվրոպայում են որ մանեկ գալիս կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Ամերիկայում իրականում քիչ չեն, բայց շատ էլ չեն այդ փոքր կրպակները։ Երևանում էլ կան այդ փոքր կրպակները, բայց այն ժամանակվա նման չեն։ Մեր ապրուստը մի քիչ փոխվել է։ Բոլորը սովորեն գնալ մի տեղ
էտերից գնել ամեն ինչ, այն ժամանակ չգիտեմ, օրինակ մեր բակում կար Վարսիկ տատիկ ու մոտից գնում ենք, չգիտեմ, տենց թխվածքներ են առնում, մյուս խանութից ավելի ինչ որ տնտեսական, բոլորը բակերում տարբեր բաներ ունեին։ Հիմա բոլորը Մեկտեղված առևտուր են գնում։ Հա, բայց ես չեմ կարծում ամեն ինչից անկախ պետությունը իր ուշադրության կենտրոնում պետքա պահի բոլորին։ Օրինակ բերեմ, ավտոլվացման կետեր, փռեր, վարսավիրանոցներ եւ այլն եւ այլն եւ այլն չեն հարկվում։ Մարդիկ աշխատում են։ Այդ մարդը հնարավորություն ունի, չէ, ավելի մեծացնելու իր բիզնեսը, հնարավորություն ունի, չէ, մի քիչ շատացնելու կամ երկրորդ կետ բացելու, երրորդ կետ բացելու, երկրորդ, երրորդ, չորրորդ կետից հետո կամաց ինքը կդառնա միջին։ Մեծերը չեն խեղդի։ Այս շուկայի օրենքա կան փոքրեր, միջիններ, մեծեր, ամեն մեկը իր դաշտը պահում աշխատում է։ Հայաստանում առկա է նաև մոնոպոլիա հասկացությունը։ Իշխանության գալուց հետո մոնոպոլիան որպես այդպիսին ինչ է կանելու դրա հետ։ Այն տնտեսական ճանապարհը, որ մենք ենք առաջարկում, առհասարակ չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում որևիցե մոնոպոլիա։ Բոլորը հնարավորություն են ունենալու ինչ ուզում են արտահանեն, ինչ ուզում են ներմուծեն, բայց ինչքան շատ արտահանեն, այնքան բոլորիս լավ, ինչքան կարողանանք ունենանք շատ հայկական արտադրություն, ինչքան կարողանանք շատ հայկական արտադրանք արտահանենք, այդքան բոլորիս համար լավ եւ մենք ամեն ինչ անելու ենք դրա համար հայկական արտադրանքը շատացնելու, զարգացնելու եւ ունենալու շատ մեծ արտահանումներ հայկական ապրանքի։ Ես այսպես մտովի արդեն փորձում եմ պատկերացնել այդպիսի Հայաստանը եւ ինքս ինձ զսպում եմ երազանքների գիրկը չընկնելու համար վերադառնալով մեր իրականություն։ Այո, 4 ամիս է մնացել, կարաք երազեք։ Մեր երազանքների Հայաստանի սկզբին 3-4 ամիս է մնացել, դրա համար կարող եք ձեզ չզսպել։ Արդեն 4 ամիս հետո մենք կտեսնենք առաջին Մենք կունենանք արդեն ստարտը ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Մենք այսօր քաղաքացիներս հակված ենք ավելի շատ վստահել մարդկանց, ով ունի հեղինակություն, ով չունի նախադեպ ստելու, որովհետև համոզվեցինք, որ ասել ամեն բան կարող է ցանկացած մեկը, ցանկացած մի անձվոր կարող է խոստումներ տալ, փորձել կռահել մարդիկ ինչ են ուզում լսել, հնչեցնել դա եւ զրոյացնել ամբողջ եւ իր խոսքի արժեքը եթե ունեցել է եւ երազանքները հիասթափեցնելով մարդկանց եւս մեկ անգամ այսօր եկել է առավել քան երբևէ հեղինակությունների օրը մարդուն կամ վստահում են կամ ոչ։ Ձեր հարցին պատասխանեմ, շատ լավ հարց էր, բայց մեր տնտեսական ճանապարհի 3 կետերը մնաց, հետ կվերադառնանք քիչ հետո այնտեղ։ Տեսեք, իրականում ավելի քան համոզված եմ, որ թե ես, թե դուք, թե ամբողջ մեր ազգը հոգնել է սուտասան մարդկանցից։ Դե իրականում հոգնել ենք արդեն։ Բացի հոգնելը մեր հայկական բարքերի մեջ այդ լավ բան չի։ Մենք մեր համար այդ ճիշտ չի, մեր ազգի համար ճիշտ չի։ Մենք չենք ընդունում սուտ խոսան մարդկանց։ Մենք դատարկ խոսացող մարդկանց չենք սիրում։ Մենք չենք սիրում այն մարդկանց, ովքեր որ խոսում են ու իրենց խոսքի դերը չեն լինում։ Չսիրել ասելով գիտեք ինչ, դե արդեն վերաբերմունքդ փոխվում է այդ մարդկանց մասին։ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը, թե ամբողջ մեր թիմի անցած ճանապարհը, Նարեկ Կարապետյանի մեր հատ կարող են նայել մեր ամբողջ կյանքի ընթացքում, թե մենք ոնց ենք ապրել։ Մենք շատ լավ գիտենք մեր խոսքի արժեքը, մենք լավ գիտենք որտեղ ինչ ենք խոսում ու ձեզ մի փոքր գաղտնիք ասեմ։ Ինչ խոսում ենք, հավատացեք, դրանից ավելի շատ ենք անելու։ Մենք խոսում ենք այն մինիմումի մասին, որը որ 100 եւ ավել տոկոս վստահ ենք, որ անելու ենք այդ ժամանակահատվածում։ Մեր հաշվարկները ուրիշ բաներ են ցույց տալիս։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ավելի շատ ենք հասցնելու, ավելի շատ կարող ենք անել։ Բայց մեր համար նախընտրելի է խոսք տալ քիչ, անել շատ, քան հակառակը։ Խոսք տալ շատ, չանել ոչինչ կամ
ինչ որ մի բառ քիչ անել։ Կվերադառնամ երրորդին, մեր երրորդ կետին, ձեր թույլտվությամբ, դեղերի հետ կապված։ Դեղերի արժեքների 20% նվազեցում։ Ես իմ խոսքի շարունակությունը ստացվեց, որ կուզեմ ասեմ, անկեղծ շատ համեստ հաշվարկ ենք ներկայացրել 20%, ես հավաստիացնում եմ ձեզ, որ ընդհանուր միջև 30 եւ քիչ ավել տոկոս հավանականություն կա, որ կիչնի, մենք վերցրել ենք այն ամենամինիմումը 20%-ը, որ դեղորայքի գները կիչնի։ Մեխանիզմը ասեմ ոնց է աշխատում, մենք Վրաստանի օրինակն ենք վերցրել, շատ կարճ ուսումնասիրում է, վերցվում է top 100 դեղամիջոցները, ինչ ենք օգտագործում։ Հայաստանի Հանրապետությունում այդ անընդհատ Առավել ուսումնասիրում։ լայն սպառում են։ Այո, փոփոխական է լինում։ Սահմանվում է գնի վերին շեմ, համագործակցում ենք դեղագործների հետ, համագործակցում ենք դեղերի ներմուծող կազմակերպությունների հետ, ընդհանուր հայտարարի ենք գալիս եւ մեր ունեցած գործիքակազմով փորձում ենք օգտակար լինել եւ իրենց համար հարմար միջավայր ստեղծել, որպեսզի կարողանանք փոխշահավետ մեր քաղաքացիների համար գներն իջեցնենք։ Նոր դեղերի լիցենզավորումը շատ թանկ է։ Եվ այս մասով էլ եւս կազմակերպությունները պետությունից կունենան աջակցություն հավելյալ մեխանիզմներով, որովհետեւ նոր դեղ բերել լիցենզավորել, այդ լիցենզիան ստանալը բավականին թանկ process է եւ կարծում եմ, որ ընդհանուր հայտարարի կգանք եւ հավելյալ այդտեղ էլ օգտակար կլինեն կազմակերպություններին գների նվազեցման համար։ Ինչ վերաբերվում է դեղերին, դեղատներին եւ լիցենզիաներին, վստահ եմ, որ նաեւ դուք գիտեք, որ Հայաստանում ոչ 1 տարի, ոչ էլ 2 տարի է համակարգված բուժ հաստատությունների հետ համագործակցված աշխատում են դեղատներ, որտեղ վաճառվում են դեղերը, որոնք Հայաստանում չունեն արտոնագրեր, իսկապես լավ դեղեր են, բժիշկները արդյունավետությունից դեղորայքի ելնելով դրանք նշանակում են, կարող ես ձեռք բերել պարզապես տասնապատիկ թանկ։ Սա իմիջիայլոց։ Ես շնորհակալ եմ, հասկացա ինչ եք ասում, բայց հավատացեք, երբ մեխանիզմները լինեն པարզ ու կազմակերպությունների տնօրենները, սեփականատերերը հասկանան, որ ինչի հետ գործ ունեն եւ ում հետ գործ ունեն պետության նենց ղեկավարի հետ եւ պետական նենց համակարգի հետ, ով իրականում հոգ է տանում ամեն իր քաղաքացու մասին եւ նաեւ իրենց մասին։ Ավելի քան համոզված եմ, մենք կարող ենք այնպիսի ընդհանուր հայտարարերի գալ, որ եւ օգտվի քաղաքացին եւ չտուժի բիզնեսը։ Հավատացեք։ Ես հավատում եմ։ Ավելի կարծում եմ, որ հավատում է նաև ներկայիս իշխանությունը եւ հենց դրանով է պայմանավորված, որ ցանկացած անգամ մեր ձևով շարժման որևիցե անդամ, երբ ինչ-որ բացահայտում, հայտարարություն է անում, ամբողջ թիմով լծվում են ասելիքը վարքաբեկելու, հակադրվելու, իհարկե ոչ հիմնավոր շատ հաճախ ծիծաղելի հակադրմամբ։ Միշտ որևիցե հայտարարություն, որևիցե առաջարկ, որևիցե խոստում, այսպես ասենք, հա, այո, ճիշտ եք նկատել, այս բառը շատ են մաշացրել անկեղծ ասած օրակարգ, բայց փորձեմ ստեղ էլ ձեր հետ խոսքի մեջ օգտագործել, իրանք ամբողջությամբ շարժվում են մեր օրակարգով։ Խոսում եք վախերից կամ ինչ-որ մի բանից, ու օքեյ, թող վախենան, ճիշտ են անում, որ վախենում են, քեն ճիշտ անում, որովհետև այս տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ իրենք վախենում են հայի ճիշտ տեսակից, իրենք վախենում են ուժեղ հայից, իրենք վախենում են հայրենասեր հայից, ու այդպես շարունակ կարող եմ թվել։ Հայից ասելով Հայից, հայրենասեր մարդուց վախենում են իրենք։ Ուրեմն թող վախենան, ճիշտ են անում, որ վախենում են։ Մի քիչ էլ թող վախենան, հետո կգնան իրենց գործերին, մենք շատ մեծ աշխատանք ունենք անել։ 4-րդը գյուղատնտեսության հետ կապված, մենք գյուղատնտեսներին առաջարկել ենք մթերման կայաններ, որպեսզի շատ չծանրաբեռնեմ, հիմա էլ կարճ կացեմ։ Գյուղացին չպետքա մտածի, թե մթերման մասին որտեղ է ծախելու իր ապրանքը։ Ընդհանրապես չպետք է մտածի։ Իր մտածմունքը մենակ պետք է լինի արարել, լավ ապրանք ստանալ ու վերջ։
ինչ է լինելու, մթերմանկայանը սեզոնի սկզբին պայմանավորվել է գյուղատնտեսների հետ, գին է ֆիքսելու, գյուղացին իմանալու է, որ ինչքան կարողացավ լավ որակի ապրանք ստանա, ինչքան շատ ստացավ, այդքան մթերելու է։ Ինքը արդեն կարողանա հաշվարկ անի եւ հասկանա, թե ինքը ինչ է ունենալու արդեն սեզոնի ավարտից, բերքահավաքից հետո։ Մթերմանկայանն էլ ըստ իրենց պայմանավորվածության ի սկզբանե որևիցե ներդրում է ունենալու գյուղատնտեսի տնտեսության մեջ։ Այդ կլինի պարարտանյութ, կլինի դիզելային վառելիք, իրենք արդեն կպայմանավորվեն։ Ու այս ամեն ինչ թույլ կտա, երբ մատակարարի այդ ամեն ինչը մթերմանկայանը, մենք կունենանք շատ հետաքրքիր ինքնարժեք, էժան ինքնարժեք կունենանք, իսկ այդ հետաքրքիր ինքնարժեքը մեզ թույլ կտա բավականին մեծացնել արտահանումը գյուղմթերքի։ Արդեն էստեղ էլ պետությունը իր գործիքակազմով, իր լավ հարաբերությունների արդյունքում կպայմանավորվի այլ պետությունների հետ, որպեսզի հնարավորինս շատացնենք Հայաստանից մեր գյուղմթերքի արտահանումը։ Ձեր ասած հետաքրքիր ինքնարժեքը, որը նման սխեմա իրականացնելուց հետո հնարավոր կլինի տեսնել, արդյոք նշանակում է, որ շուկայում մենք մթերքի անհրաժեշտ մթերքի գների նվազեցում կտեսնենք, որովհետև միանի բարձրանում են գները։ Այո, շատ հավանական է, շատ։ Ես կհավելեմ, որ բացի այն, որ գների նվազում է հնարավոր, եւ շատ հնարավոր է, որ մենք ունենանք ավելի շատ գյուղմթերք սուպերմարկետներում եւ խանութներում, ինձ թվում է դուք էլ եւ ես էլ եւ բոլորս երջանիկ կլինենք, երբ որ հայկական գյուղմթերք ունենք, ոչ թե դրսից բերած չորացած կամ անհամ որևիցե բան, որովհետեւ մեր հողն ու ջուրը մեր պոմիդորին, մեր վարունգին, մեր մրգերին նենց ուրիշ համատալիս, դուք էլ լավ գիտեք, ուրիշ տեղեր այդ նույն ամեն ինչ ուտում եք, մերը չի, մերը համով է, մեր ջրից ու մեր հողից ու այն գյուղատնտեսի հարած աշխատանքից, որ այտենց քրտնաջան այդ մարդը տանջվում է, այդ մենք նախ առաջինը պետքա գնահատենք ու պետքա ամեն ինչ անենք, որ ուտենք հայկական գյուղմթերք, ավելի առողջ կլինենք, հավատացեք։ Ես հավատում եմ, բայց դրա համար նաև Հայաստանի օդը պիտի մաքուր լինի։ Ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։ Համաձայն եմ երկուսի հետ էլ, այդտեղ էլ բավականին մեծ աշխատանքներ կա կատարելու, բավականին մեծ։ Վերջին տարիներին անընդհատ այս քննարկումները գնում է, հիմա 3-1 տարի առաջ առավել եւս եւ Հայաստանի եւ առավել եւս Երևանի օդի աղտոտվածությունը ինչքան հասկանում եմ թույլատրելի շեմերի իրենց նման թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր կարմիր գծերն անցել է, դե իրենք չունեն, չէ, կարմիր գծեր, այնտեղ ոնց որ չգիտեմ գույների հետ տեսնելու խնդիր կա թե չէ, դալտոնիզմ էր, չէ, կոչվում, այտենց խնդիր է թե չէ, բայց համենայն դեպս այդ կարմիր գծերը մենք չգիտենք, թե օդի աղտոտվածությունն էլ իրենց կարմիր գծերի պես անցել է, այդտեղ աշխատանք է պետք կատարել, չեմ ուզում հիմա շատ ծանրաբեռնեմ, թե Երևանում ծառները կտրվեցին, այդ ծառների փոխարեն խիպերեցին գաճաճ ինչ որ sense պուճուրիկ, չգիտեմ ինչ էր։ Բուսաբանական այգու զգալի մասը այլևս գոյություն չունի։ Դա երկարաժամկետ աշխատանք է, անտառտնկումները, թե Երևանի բնության վերականգնումը եւ կարծում եմ հավելյալ աշխատանքները պետք կանաչը շատացնելու համար քաղաքում մեր մեծերի հետ երբ խոսում ենք իրանք ֆիքսում են որ բացի կլիմայական փոփոխությունների եւ այլն Երևանում այդքան շոկ չի եղել դե ծառեր չկան հովապահով հիմա չգիտեմ օգոստոսին տնից օֆիսից որևիցե տեղից դուրս ես գալիս այդ տաքությունից քիչ ամեն եւ տաքություն եւ փոշի մասին դե այդ փոշուց թե ինչ հիվանդություններ են լինում ավելի երևի լավ կլինի մեր բժիշկ գոլեգաներից մեկին մի օր հրավիրեք հավուր պատշաճի ամենայն մանրամասնությամբ կներկայացնի ես վերջերս այդ թեմայով խոսում ենք ու ես գիտեի որ խնդիրը մեծ գիտակցում էի ու կարդացել էի փորձել էի ուսումնասիրել բայց այդքան խորքային մանր հիվանդությունների անուններով չգիտեի թե ինչ էր կարա լինի շատ վախենալու է եւ մաքսիմում ուշադրության կենտրոնում ենք պահելու այդ հարցը
Պարոն Ալեքսանյան, խոսեցիք կարմիր գծերից։ Կարմիր գծերը մի քանիսն են բարձում է որ կան եւ մի քանի անգամ էլ հատվել են։ Դե մենք չգիտենք, մենք գիտենք այդ կարմիր գիծը առհասարակ բոլորս կարծում ենք միշտ իմացել ենք կա մի կարմիր գիծ եւ վերջ։ Պարզվեց ոնց որ չոտնողամոցություններ կա։ Երբ դուք հասկացաք, որ պիտի թողնեք այն կյանքը, որը մինչ այս ունեցել եք եւ գտնեք ձեզ քաղաքականության մեջ, զբաղվեք Հայաստանի խնդիրներով, ու ներ այդ կարմիր դրոշակ ասեմ կամ իշխանությունների կողմից այդ կարմիր գծի որ հատումն էր, որ կարմիր գծի հատումն էր, Անուն ինչ տնենք, ալ կարմիր, թե բորտը արնանման անդրենք։ Արնանման կարմիր գիծ, որը հատվեց, որն էր, որ ձեզ համար եկեղեցի։ Մինչ այդ շատ են հատել, շատ, բայց երբ ձեռքները գցեցին արդեն եկեղեցուն, այդ արդեն են վերջի մեր երբևիցե չպատկերացրած կարմիր գիծներ։ Եվ այդտեղ հետևեց արդեն Սամվել Կարապետյանի աջակցության խոսքը եկեղեցու, որից հետո արդեն տեսակ ինչ եղավ։ Այդտեղից մենք որոշեցինք, որ ժամանակն է եկել, որ մեր պետությունը ունենա ուժեղ ղեկավար ու մեծ աշխատանք ունենք անելու, շատ շուտով կունենանք, մենք արդեն ունենք ուժեղ ղեկավար եւ մեր ժողովուրդն էլ գիտի, որ ունենք ուժեղ ղեկավար եւ շատ շուտով կունենանք հունիսի 7-ից հետո ունենանք ուժեղ ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, ուժեղ կառավարություն ու մեր աշխատանքի արդյունքում էլ կունենանք այն պետություն ու այն հայրենիքը, որը որ մենք երազել ենք միշտ ունենանք։ 5-րդ կետը ո՞րն է։ Գնացինք 5-րդ կետը 20,000 էժան բնակարաններ։ Ինչ ունենք հիմա։ Ունենք երիտասարդներ, ես ձեզ ասեցի, որ նրանք բոլորը փոխկապակցված են իրար, Այո, իհարկե շղթայաձև։ չունեն աշխատանք։ Երիտասարդները չունեն աշխատանք, չունեն հնարավորություն, ուզում են ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխա ունենալ եւ այլն եւ այլն։ Այս ծրագիրը մեզ ինչ կտան, անդրադառնալով մեր ամբողջ 5 կետերին։ Երիտասարդները կունենան աշխատանք, երիտասարդները չեն գնա Հայաստանից, կունենան Հայաստանում աշխատանք, կունենան հնարավորություն բնակարան գնելու, բնակարան գնելուց հետո էլ կունենան կամոստանան, կունենան շատ բալիկներ եւ կլուծվի նաեւ մեր դեմոգրաֆիայի խնդիրը։ Ինչ ենք անելու մենք։ Պետությունը անվճար հող է տալու կապալառուին եւ ապահովելու բոլոր կոմունիկացիաները իր հաշվին։ Եվ հավելյալ շատ հետաքրքիր մեխանիզմներ կան, որը հիմա չեմ բարձրաձայնի, հավելյալ մեխանիզմներով օգտակար է լինելու կապալառուին, որպեսզի կարողանա ստանա էժան բնակարան։ Հիմա դուք էլ շատ լավ գիտեք, որ անշարժ գույքի գները գնալով աճում են, բայց ոչ չի կարելի զուգահեռ, ոչ թե չի կարելի, անհնար է զուգահեռ տանել, թե մարդկանց եկամուտները անգամ երևի այդ նույն արագությամբ իջնում են ներքև։ Այստեղ որ տնտեսական տեսանկյունից նայենք, կա պահանջարկ, կա առաջարկ, թանկ առաջարկ, բայց կա պահանջարկ, բայց այս պահանջարկում չկա հնարավորություն այդ ունենալու։ Մենք կտանք այդ հնարավորությունը 20,000 էժան բնակարան, առավել եւս մարզերում։ Որ քաղաքական ուժերն են, ում հետ հնարավոր է համագործակցեք, ում եք տեսնում արժե համակարգով, նպատակներով, հեղինակությամբ, հարմար համագործակցության համար, ուժեղ Հայաստան նորաստեղծ կուսակցության համար։ Այս պահին ավելի երիտասարդ ընդդիմադիր կուսակցությունների հետ ունեցել ենք որոշակի քննարկումներ, առհասարակ ձեր հարցին կպատասխանեմ այսպես. իրական ընդդիմադիր ուժերի հետ պատրաստ են քննարկումների։ Մեր վարչապետի թեկնածուն քննարկելի չէ։ Մենք ունենք վարչապետի թեկնածու, որը փետրվարի 12-ին կուսակցության կներկայացնենք մեր հանրությանը եւ կուսակցությունը, կներկայացնենք հանրությանը մեր վարչապետի թեկնածուին, կներկայացնենք հավելյալ մեր ծրագրերը,
Եվ եթե կլինեն իրական ընդդիմադիր կուսակցություններ, որոնք որ պայքարում են իրական ուժեղ Հայաստանի համար, պատրաստ են քննարկումների, բայց էլի ֆիքսենք, որ մեր վարչապետի թեկնածուն անփոփոխ է։ Շուտով կիմանաք ով է լինելու։ Ես չեմ հարցնում ով է լինելու, որովհետև գիտեք, գիտեմ, որտեղ որ չեմ չեմ ասել։ ասել, այո, չեք ասելու, չէ, դրա համար չեմ էլ հարցնում։ Դուք շատ կարևոր կետեր տնտեսական աճի եւ պետության կայունության փուլ մտցնելու համար նշեցիք։ Հուսանք, որ դրանք իսկապես կիրականանան եւ արագ ընթաց, սա կարևոր է, սա լավ է։ Արժե համակարգը պակաս կարևոր չէ։ Այս տարիների ընթացքում մենք նաև արժե համակարգերի եւ մեր արժեքների թիրախավորում տեսակ։ Ինչպես ձեր պարագայում այս արնանման անվանեցինք կարմիր գծի հատումը եկեղեցին հանդիսացավ, սա եւս մեկ նշան էր, որ մտադրված մեր արժան համակարգը թիրախավորված է։ Ինչ է արվելու այս ուղղությամբ։ Երբ այս իշխանությունները սկսեցին հարվածել ազգային արժեքներին, սկսեցին որոշակի արժե համակարգի հետ խաղանել մեր բոլորիս, մարդիկ սկսեցին գիտակցել։ Շատ տարական օրինակներ բերեմ, երբ սկսեցին կպնել Արարատ լեռին, երբ սկսեցին կպնել զինանշանին, եկան հասան եկեղեցի։ Ընկերներիցս մեկի հետ էի զրուցում, գցիտեմ իրեն, ինձ լավ հետաքրքիր օրինակ բերեց։ Ասեց, իրենք մեր հայրենիքից ուզում են սարքել հողատարածք, որ բերեն մի ժամանակ, երբ որևիցե մեկը որևիցե ներսից կապվածություն չունենանք որևիցե մի բանի հետ։ Դառնա ուղղակի հողատարածք, օքեյ, ստեղ լավա, չէ, գնացինք այնտեղ, Դրա քարոզը տարվում էր այդ թույլ չենք տա։ Սա մեր հայրենիքն է։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը, ամեն մեկս այս տարիների ընթացքում մեր կյանքի ամեն մեկս մեր չափով փորձել ենք ամեն ինչ անենք մեր հնարավորության սահմաններում, որ լավ լինի մեր հայրենիքի համար։ Իսկ թե ինչ է արել Սամվել Կարապետյանը իր կյանքի ընթացքում հայրենիքի ու մեր հայրենակիցների համար, էլի բոլորը լավ գիտեն։ Դրա համար եւս մեկ անգամ ասում եմ, որ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ունենալու ենք ուժեղ Հայաստան, ունենալու ենք արժանապատիվ Հայաստան։ Հանրության ամենամեծ պահանջարկը թերևս կներեք, բայց տնտեսական ապահովությունից էլ առաջ արդարությունն է։ Այն ամենը, ինչ որ մենք տեսանք, Արցախը, ոտնձգությունը եկեղեցու հանդեպ, արժե համակարգերի փլուզում, Հայաստանը հողատարածք իբրև մտածողություն սերմանելու։ Որքան էլ հերք են այս ամենի ետևում կան պատասխանատուներ։ Մենք տեսնելու ենք արդարադատություն։ Միանշանակ հունիսի 7-ից հետո Հայաստանում լինելու են անկախ դատարաններ։ Իրավական համակարգը գործելու է անկախ եւ իրավապահները եւ դատարանները կորոշեն, թե ով եւ ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի եւ կենթարկեցնեն պատասխանատվության։ Եվ ուզում եմ ասեմ, որ ուժեղ տնտեսություն ունենալու պարագայում մեր ամեն ինչն է ուժեղ լինելու։ Միշտ օրինակ եմ բերում, ասեմ, մեր հայրենիքը լինելու է ուղիղ մեջքով եւ պինդ ոտքերի վրա կանգնած։ Եվ ուժեղ տնտեսություն ունենալու պարագայում մենք ունենալու ենք անվտանգ Հայաստան։ Ուղիղ փոխկապակցված է մեր անվտանգության հետ։ Պարոն Ալեքսանյան, ուժեղ առաջնորդ ունենալը մի պատմություն է, բայց այդ ուժեղ առաջնորդի թիկունքում, եթե ուժեղ թիմ չեղավ, նա մենակով շատ քիչ բան կկարողանա անել, ինչպես է լուծելու է պրոֆեսիոնալ թիմի խնդիրը, արդեն այսօր մտածել եք դրա մասին, թե մենք տեսնելու ենք նորից մի բացառապես հավատարմության սկզբունքով այստեղ այնտեղ հայտնված բուժքույրեր, դիջեյներ եւ այլն։ Բացառեք նախ կուզեմ ասեմ, որ Սամվել Կարապետյանի թիկունքում արդեն իսկ տարիներ շարունակ ձևավորված շատ պրոֆեսիոնալ թիմ կա։ Այդ մեկ։ Երկրորդ, ի սկզբանե
մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր որ իրենց ոլորտներում համարում են իրենց պրոֆեսիոնալ, թե Հայաստանում իրենց աշխատանքային փորձով, թե արտի երկրում, եւ այն հնարավորությունը, որը տալիս է Սամվել Կարապետյանը, ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքից շատ եւ շատ մեր հայրենակիցներ, ես շատ շատերին եմ ճանաչում, շատ ընկերներ ունեմ, բավականին հետաքրքիր կրթություն եւ բավականին հետաքրքիր ճանապարհ անցած թե ԱՄՆ-ում, թե եվրոպական տարբեր պետություններում, թե Ռուսաստանի Դաշնությունում, ցես ասեմ, որ բոլորը սպասում են, սենց մի խոսք կա, չէ, ասում են ոտավորված սպասում են, գալիս են, շատ շատերը պատրաստ են գալ ծառայել իրենց հայրենիքին, որովհետև հասկանում են, որ վերջապես մարդ կա, ով պատրաստ է կանգնել իր ժողովրդի կողքին եւ իր պետության մեջքին, որպեսի առաջ տանի, այդ Սամվել Կարապետյանն է։ Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ նախ նորից ասեմ, բավականին ուժեղ պրոֆեսիոնալ թիմ ունենք մենք այս պահին եւ օրորի մեր թիմը ավելանում է նոր պրոֆեսիոնալներով, ծանոթ, բարեկամ, չէ էլի, այդ ժամանակները ինձ թվում է շատ վաղուց անցել են, ցես մի սենց կենցաղային օրինակ բերեմ, հա, եթե ես գործ եմ անում եւ ունեմ մի բարեկամ, ով աշխատանքի խնդիր ունի եւ ուզում է գա կոնկրետ այս գործին աշխատի, ինքից շատ վատ օրինակ եմ իհարկե բերում, գիտեմ, բայց ասեմ, ավելի լավ է ես աշխատանքի վերցնեմ պրոֆեսիոնալ մարդուն, եթե դա այդ սֆերայի մասին է խոսքը, բերեմ այդտեղ պրոֆեսիոնալ մարդ, ով որ պրավալ չի տա, բայց հավատացեք հաստատ բարեկամից չեմ բերելու, ով որ պրավալ կտա։ Ես իր հարցերը կլուծեմ, թող ինքը իր համար ապրի, բայց կամ կտեղավորեմ, չգիտեմ, ուրիշ տեղ աշխատանքի, բայց հավատացեք, ծանոթ, բարեկամ, քավոր, սանիկ, ինչ ասեցիք, DJ-ներ ծանոթ, հա, տենց ասեցիք, չէ։ Այո, կան, Եվ այլ բաներ, ոչ։ Տեսնում ենք, չէ՞, ինչ են անում։ Մարդիկ մարդուն ասեց ինքնակենսագրությունը գրի, 4 տողից ավել չի կարա գրի։ Այդ մարդիկ մարզեր են բայց հոգատար մարդ է։ Ինչու՞ է հոգատար։ Դե ինքը Որ վարի են տալիս ախտենց, դա հոգատարությունը, մեզ պետք չի տենց հոգատարություն։ Ես անընդհատ իմ վիդեոներում խնդրում եմ իրենց, ասում եմ, ինչքան քանդել եք, ել մի քանդեք։ Մի քիչ համբերեք, ոչ մի բան մի արեք, գոնեն մի քանի կտորը թողեք, մենք կգանք ամեն ինչ արագ կշտկենք։ Ինչքան էլ գիտեք ոնց վստահությունը շատ լավ բան է։ Շատ։ Բայց եթե կա վստահություն, չկա պրոֆեսիոնալիզմ, այդ պրոբլեմա։ Այդ մեծ պրոբլեմա։ Պետք է ավելի լավ է լինի պրոֆեսիոնալիզմ, քիչ վստահություն, ճանաչելու ընթացքում այդ վստահությունը հաստատ տեղը կընկնի, բայց մաքսիմում վստահ լինես X մարդու վրա, բայց չունենա պրոֆեսիոնալիզմ 10 որևիցե, չգիտեմ, ինչ-որ մի բան կառավարելու, որը որ գիտես, չի կարա անի։ Անկեղծ ասած, վերջին շրջանում ես այդ վստահության չափանիշի վրա եմ խիստ կասկածում, այսպես Տենց վերջի տեսնելով տարիներին ես որ քմորումները, այո, քանդվելով գալիս կարծես թե դրա հետ էլ խնդիր կա։ Եկեք սենց նայենք, ինչ են արել։ Հիշում եք այն 4 տողը ինքնակենսագրականի մարզեր, նախարարություններ, մարդկանց, ովքեր որ չունեն անցած ճանապարհ, գործ չեն արել այդ մարդիկ։ Նու ռեալ էլի։ Վերցրել են իրանց վզին մի հատ նենց գրուզ, ու այդ, չգիտեմ, իրանց ընտանեկան բիզնեսը չի, որ վարի տան ասեն, վայ, կներեք, էսա մի հատ դել փորձենք։ Գիշեք ժամանակին բան կար, ինչ որ շահելու բաներ կա, որ ջնջում էին, ասում են կրկին փորձիր։ Դա ինչ որ դες բաներ կար, չէ, որ ջնջում էին Վիճակապեր, այո։ գրածեր կրկին փորձիր։ Ինչ վերաբերվում է իրենց խմորումներին, հենց թվում է իրենց խմորումները վաղուց է սկսվել։ Իրենց մոտ շատ խառը ինչ որ ստիս բաներ կան էլի, սենց հարաբերությունները անձնական, բայց դες վերջի ժամանակներն էլ լուրեր են հասնում անընդհատ ականջիս, որ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջանակներում էլ արդեն ինչ-որ տենց ակտիվ քննարկումներ են սկսվել, ինչ որ քննարկում են Նիկոլ Փաշինյանի վախերը, թուլությունները եւ այլն, նորմալ է, տեսնում են մարդիկ, ֆիքսում են մարդիկ, օքեյ է, տենց էլ պետք է լինի։
Դուք անընդհատ ուզում եք միախմբում, համերաշխություն, այս առումով չկան բացառություններ, ում հետ միախմբվել պարզապես հնարավոր չէ, նույն այդ արժե համակարգի Դավաճանների ես իմ համար այդ բանա տենց այն ինչ անուն դրեցինք կարմիր գծին արնակարմիր հա գից այդ այդտեղից ենկում դավաճաններն են մնացած բաներ ինձ թվում է մարդկանց առհասարակ կարելի է ներել ու առհասարակ ներողամիտ լինելը լավ բան է բայց դավաճանությունը այդ իմ իմացած այդ իրանց չէ ներողություն այդ իրանց կարմիր գիծն էր չէ մենք ունենք մի կարմիր գիծ այդ ամենաբարոյական կարմիր գիծն է իմ համար այդ կարմիր գծից ենկում արդեն դավաճանությունն է բայց պետք է հասկանանք որ ախր շատ քիչ ենք իրականում մենք չենք կարող իրար չսիրենք սևեր սպիտակներ վերջ տարիներին խառը գույներ են մցրել մեր մեջ մենք չենք կարող այդպես խառը գույներով լինենք մենք պետք է սիրենք մենք պետք է մեկս մյուսի հանդեպ հոգատար լինենք մենք մեկս մյուսի հանդեպ պետքա սիրալիր լինենք մեկս մյուսի մեջքին պետք է կանգնենք չգիտեմ մենք չենք կարող պառակտված լինենք ու այդ համախմբվածությունը կտանի միայն դեպի հաղթանակ չեմ ուզի վատ օրինակներ բերեմ բայց դուք տեսել եք էլի երբ մեր ոտին քար է ընկնում երբ ինչ որ մի բանը մեր ցավում է մեծ ի նկատի ունեմ հա պատմությունով էլ որ նայենք երբ մեր ազգը խնդիր է ունեցել նոր համախմբվել է կհիշեք 20 թվականին եւ այլն 23 թվականին հիշում եք ինչ էր կատարվում ինչ էր տիրում քաղաքում Սփյուռքում ինչ էր տիրում ոնց էին բոլորը համախմբված ինչ որ մի բանի համար լավ է բայց մենք վատ ժամանակ ծանր ժամանակ պետք է համախմբենք այն մնացած ժամանակ այդ տենց համախմբված մեկս մյուսի հանդեպ սերով հոգատար լինելով իրար գրկած իրար հետ առաջ գնալով մենք այդ խնդիրները չենք ունենա ու ավելի քան ունեմ համոզմունք որ կունենանք մենք այդ ամենաքիչ ամեն մեկս մեր ամենաքիչ չեմ ասում ամեն մեկս մեր օրինակով պետքա օրինակ ծառայենք եւ հավատացեք այդ կլինի երբ մեր երկի ղեկավարը շուտով կլինի Սամվել Կարապետյանը եւ մարդիկ կտեսնեն թե Սամվել Կարապետյանը եւ իր թիմը առհասարակ իրեն ոնց է պահում սիրալիր, դաստիարակված, կրթված, համեստ ամեն ինչից անկախ ըստ իս օրինակ կվերցնեն եւ երեխաներ օրինակ կվերցնեն երեխաները կտեսնեն թե պետական ծառայողը ինչ տեսք պետք է ունենա ինչ խոսույթով պետք է խոսի ինչ պահվածք պետք է ունենա իսկ հիմա մեր երեխաները դե ամոթ է հիմա չենք կարող մեր երեխաներին դնենք ասենք այո ազգային ժողովի նիստերը չի ազգային կարելի ժողովի 21+ է դարձել հանրային խոսույթը ոտնատակ է տված տոտալ եւ դրա արդյունքում արդեն ոչ միայն ազգային ժողովում մնացած հանրային խոսքն էլ կեղտի մեջ կորած է պետքա փոխվի էս չի ասում շնորհակալություն մարդ զրույցի համար ես եմ շնորհակալ երբ դուք դելետանտին կարգում եք պաշտոնի դա հավասար է ինքնավնասման իսկ եթե այդ պաշտոնը հանրային է դա հանցագործություն է երկար մտածեք ում ինչ եք վստահում չդատվելու համար հանդիպելու ենք հակառակ